Երբ նա այս պատասխանը տվեց, Փեստոսը բարձր ձայնով ասաց. «Ցնորվում ես, Պողոս, քո մեծ հմտությունը քեզ խելացնորության է տանում»։ Իսկ Պողոսն ասաց. «Չեմ ցնորվում, ով գերազանցդ Փեստոս, այլ զգաստության և ճշմարտության խոսքեր եմ արտասանում։ Արքան այս բաներին գիտակ իսկ է, դրա համար համարձակ եմ խոսում, քանի որ հանձն չեմ առնում այս բոլորից որևէ բան քեզնից ծածկել, որովհետև մի որևէ խուլ անկյունում չէ, որ այս բանը գործված է։ Ագրիպպաս արքա, մարգարեներին հավատում ես, գիտեմ, որ հավատում ես։ Եվ Ագրիպպասը Պողոսին ասաց. «Քիչ եմ մնում ինձ էլ համոզես, որ քրիստոնյա դառնամ»։ Եվ Պողոսն ասաց. «Կխնդրեի Աստծուն, որ վաղ թե ուշ ոչ միայն դու, այլ բոլոր նրանք, որ այսօր ինձ լսում են, լինեն այնպիսին, ինչպիսին ես ինքս եմ, բացի այս կապանքներից»։ Արքան ոտքի ելավ, ինչպես և կուսակալը, Բերենիկեն և բոլոր նրանք, որ նրանց հետ նստել էին։ Եվ մինչ գնում էին, իրար հետ խոսում էին ու ասում. «Մահվան կամ կապանքների արժանի ոչինչ չի անում այս մարդը»։ Իսկ Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Կարելի էր ազատ արձակել այս մարդուն, եթե Կայսրին բողոքած չլիներ»։